Բարև ձեզ, եթերում Boxing Time-ն է։ Հայաստանի պատանների առաջնությանը մասնակցող 250 բռնցքամարտիկներից ռինգում մնացել են ուժեղագույնները։ Անկասկած նրանցից յուրաքանչյուրն արժանի է չեմպիոն դառնալու, բայց սպորտում որպես կանոն հաղթում է մեկը։ Մնացեք Boxing Time-ի հետ եւ կիմանաք, թե ովքեր են Հայաստանի առաջնության չեմպիոնները։ Վաթուն կիլոգրամում իրեն հավասարը չուներ Աննա Մանուկյանը։ «57 կիլոգրամ քաշային կարգում Կարեն Զախարյանի մրցակիցը Գորգ Չափանյանն է։ Զախարյանը դիպուկ հարվածներով առաջին երկու ռաունդներում հաղթեց 5-0 հաշվով։ Երրորդ ռաունդում Չափանյանը գնաց առաջ, փորձելով հետ բերել կորցրածը, սակայն ապարդյուն։ Մենամարտը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթեց Կարեն Զախարյանը։ Կողքից այս բռնցքամարտիկը 2023 թվականին կրտսեր տարիքի պատանների Եվրոպայի առաջնությունում դարձել էր չեմպիոն։ Այժմ ուժերն է փորձում արդեն ավագ տարիքի պատանների Հայաստանի առաջնությունում Կարեն Զաքարյանն է։ Կարեն, ինչպես կգնահատես մրցելույթը, ինչ կասես մրցակցիդ մասին, արդյոք արեց իրեն ինչ ցանկանում էի։ Շատ լավ բոյեր եմ անցկացրել մինչև ֆինալ հասնելը։ Հանդիպեցի ուժեղ բռնցքամարտիկների, անցկացրեցի 4 մենամարտ։ Ֆինալում մրցեցի մի քիչ ուժեղ բռնցքամարտիկի հետ։ Էլի պայքարը դժվար ստացվեց, բայց դե կարողացանք հասնել մեր նպատակներին։ Վերջին տարիներին Հայաստանում բավականին շատ մրցաշարեր են անցկացվում, օրեր անց է սպասվելու է արդեն միջազգային ևս մեկ մրցաշար, որքանով են սա նպաստում արդեն եվրոպական ռինգերում ավելի ուժեղ լինելու համար։ Դե այդպիսի մրցաշարերը մենակ մեզ օգուտ են տալիս, որովհետև միջազգային մրցաշարերում մենք փորձում ենք ավելի շատ հանդես գալ եւ ավելի շատ փորձ ենք ձեռք բերում միջազգային մրցաշարերից։ Ինչ նպատակ ես դրել այս տարի։ Այս տարի ունենք Եվրոպայի եւ աշխարհի առաջնություն։ Նպատակս միայն մեկն է, որպեսզի Եվրոպան եւ աշխարհը հաղթանակած վերադառնան։ Բռնցքամարտի Հայաստանի առաջնությունն ավարտված է, ուժեղագույններին սպասվում է Վանաձորում կայանալիք միջազգային մրցաշարը, իսկ մեր առաջին համարները կմասնակցեն արդեն աշխարհի ու Եվրոպայի առաջնություններին։ Եթերում Boxing Time-ներ, կհանդիպենք։